Պարոն Խանդարյան, ընդդիմադիրները հեգնում, ծաղրում եւ շնորհակալություն։ Ընդդիմադիրներն ասում են անորակ ցորեն են բերել Ադրբեջանի ճանապարհով։ Ճիշտ ասած առաջի անգամ եմ լսում, դա իհարկե զվարճալի է, որ լաբորատոր փորձաքննության են արդեն ենթարկել ցորենը ես եզրահանգման եկել, ես եթե չեմ սխալվում, 3 ղազախական կողմը ներկայացրել էր ինչ ցորեն է արտահանել դեպի Հայաստան եւ ըստ էության դա ցորեն է, որը օգտագործվում է արտադրության մեջ, հացի արտադրության մեջ եւ այլն։ Ես չեմ կարող մասնագիտական գնահատական տալ, բայց ակնհայտորեն այդ ընդդիմության լաբորատոր փորձաքննության եզրահանգումները նեն արժանի ծաղրի եւ կամահարանքի։ Նոր փոխնախարարը, բայց չհերքեց, որ 4-րդ կարգի ցորեն է, անասնագերի համար է, էկոնոմիկայի փոխնախարարը քիչ առաջ մեր հետ զրույցում։ Ես ճիշտ ասած պետք է լսեմ էկոնոմիկայի փոխնախարարի ասածը, որպեսզի կարողանամ մեկնաբանել ձեզ։ Ես ցորենի մասնագետ չեմ, ինչպես գիտեք, եւ հատկապես նոր եկած ցորենի վերաբերյալ չեմ կարող ասել։ Վստահ չեմ, ասում եմ, ղազախական կողմը մեկնաբանություն էր տվել, որը նշում էր նաև, որ դա հնարավոր է, այսինքն օգտագործելի է տարբեր արտադրության համար, հացամթերքի արտադրության համար։ Բաց է, ինչու օրինակ չեն փորձել գոնե առաջին կարգ կամ երկրորդ կարգ, այսինքն որպեսզի այս աղմուկը չլինի, ինչու այսինքն ցորենի կարիքը կա, դրա համար են հենց այգելի գործընկերներ, կան կարիքներ, ես ենթադրում եմ, որ Հայաստանը իր տարբեր կարիքների համար, այս խոսակցությունը ճիշտ ասած իմ համար շատ նոր եւ անակնկալ է, դրա համար չեմ կարողանում շատ հստակ բեկրաբանել ձեր հարցերին, այնուամենայնիվ Հայաստանի Հանրապետությունը ունի կարիքներ եւ ըստ իր կարիքների է ներկրում ապրանքներ, հատկապես այդպիսի կարեւորության ապրանքներ, եւ ես ենթադրում եմ ղազախական կողմի հետ բանակցություններում պայմանավորվածություն է ձեռք բերել, թե ինչ կարգի եւ ինչ նպատակով օգտագործել։ Սամվել Ալեքսանյանի ընկերությունն է դա ներկրել։ Չեմ կարող ասել ճիշտ ասած։